Այսինքն կոյուղագիծը, կենտրոնական գիծը տան հետ արդեն մոնտաժված է եղել, ունենք կասկածներ, որ ինքը կարա ուղղակի ապա հերմետիկացված լինի, այսինքն ջարդված լինի, խիստ խցանված էր, հիմա հիդրավլիկայով լվանում ենք, կամերաներով տեսադիտարկում ենք, առայժմ խցանումներ ենք, կարացե բացենք, որ կարողանանք դիտարկենք, ընթացիկ կնկարենք։ Դե ինչ, տան դրսի դիտավորից եմ տեսա դիտարկում, այսինքն ստեղ ինչ-որ անհասկանալի վիճակ է, խողովակը ճմրթված է, բայց ոնց որ ջարդված չեմ դիտարկում, հասկանանք ինքը 9.7 հեռավորության վրա է, տեսնենք սա ինչ է։ Դե ինչ, խաչաձև կամերայով, այսինքն այս լույսը արդեն ստեղի վառվող լույս է, հեսա, մի վարկան անջատեմ։ Այսինքն այս լույսը որությունը արդեն խաչաձև էլ մի կամերան է, պետք է մեզ հասկանալ խողովակաշարը ոնց է գալի 17.8 հեռավորության վրա։ Դե ինչ, ստեղ ամեն դեպքում այս հատվածը չենք հասկանում, այսինքն տաքացրել են, չենք հասկանում ինչ արած, բայց ամեն դեպս ջարդված չի, ուղղակի փունթեր տված է, չեմ կարծում, որ հիդրոխցանի կարիք կլինի, որտեղ մանրամասն կամերայով նայեցինք, այնպես որ երևի սրանով կբավարարվենք, խցանումը միայն կմաքրենք ու տան նստվածքը սրա հետ չենք կապի, ըստ երևույթին ուղղակի գրունտն է նստում։ Մինչև այդ 2 ամիս առաջ վերևը ուրիշ խնդիր կար, հարևանի կողմից ջուր գալի, խոնավություն էլ ստիպված պետք է դրա հետ կապենք։ Դե ինչ, եսի մեր խցանումը արդեն 4 անգամ հիդրավլիկայով լվալուց հետո տաք ջրով բան, բայց միևնույն է շատ դժվար է փոխվում։ Եսի յուղային կուտակումներ է, առաջանում է ձեթից, սառը ջրից։ Էլ ենք փորձելու, որ մաքրենք 12 տարվա կուտակված յուղերը։ Դե ինչ, մանրամասն լվալուց հետո խողովակաշարի մեջ ջարդած հանգույցներ ենք գտել։ Սա է ու շարունակական է։ Ջարդվածքը երևից շարունակական ու ստեղ ավարտվում է։ Այսինքն մոտավորապես 20 սանտիմետր ջարդվածք է։ Հեսա նայենք ուղղակի ջրի ուղղվածությունը որ ուղղության վրա է, տակից թե վերևից։ Տակից էլ։ Չէ, ջաքը լավը չի, այստեղից գալի ու մտնում է տան տակը։ Լավ ջակ չի։